Ալեն Սիմոնյան, ուշադիր լսի, ուրեմն Սերժ Սարգսյանի 18 թվին, որ մերժել են, այսօր բոլորն էլ զղջացել են դրա համար, ես հենց 18 թվին եմ ասում, ասում զղջալու են, սա ժամանակավոր է, այս մերժման process-ը ժամանակավոր է, այ դուք հավերժ մերժվածներն եք, Սերժ Սարգսյանին, որ 18 թվին մերժել է, նույնիսկ այսօրվա հակասերժական տատանքները չեն ասում, որ իրանք մերժել են, շարը գցում են, ում չես իրում շարը գցում են նրա վրա, ասեք այդ մերժման process-ը այնքան վատ բան է, մարդիկ դա գիտակցել են արդեն, որ ով ում չի սիրում Նույնիսկ ուզում եմ վրես սարքի, գլխի սարքի մուտի տանի ասի դու ես մերժել 18 թվին, այդ մերժման process-ում դու ես եղել։ Հասկանում ես այդ ինչ վատ բան է։ Այսինքն դու եկավ չէ որ Սերժը մերժված չի։ Դաժե Սերժ Սարգսյանի չսիրող տականքները, հակասերժական տականքները, այսօր Սերժին են մեղադրում Սերժ մերժելու մեջ։ Հասկանում ես այդ ինչ վատ բան է։ Իսկ այդ դուք հավերժ մերժվածներն եք։ Լևոն Տեր-Պետրոսյանի կյանքի ներն հիմնադիր նախագահ լեգենդար Լևոն Տեր-Պետրոսյանը շատ լավ բնորոշ ես Նիկոլ Փաշինյանին։ Դա վերաբերում է նաև քեզ, Ալեն Սիմոնյան, որ դուք ձեր ուրույն տեղը ապահովել եք հայ դավաճանների շարքում ու ասեմ ձեզ հայ դավաճանների շարքում դուք բացարձակ չեմպիոններ եք բացարձակ չեմպիոններ հələ որ նույն դավաճաններին ուսումնասիրեմ ես խորը ուսումնասիրեմ կարող է գտնեմ ինչ-որ մի հատ բան որ ասեմ արած այնքան էլ դավաճան չեն որտեղ ես մեր դավաճաններին պատմականներ չեմ ուսումնասիրել պրոստը որ ասում եմ լսել եմ կարդացել եմ բայց որ ուսումնասիրեմ կարող է գտնեմ ոսկե ինքն դավաճան չեն եղել բայց դուք ես իմ վերլուծության արդյունքն եմ ասում դուք հավերժ դավաճաններ եք հավերժ ձեզ պաշտպանելու տեղ չկա միակ ձեր փրկությունն է ԿՊ-ականների միակ փրկությունն է որ դուք գատնանաք իմպիչմենտին տես կմաքրեք ձեզ ով գամյանա իմպիչմենտին այո նա կմաքրի անցյալը